պահպանելու հայ առաքելական եկեղեցին։ All of these arrests are taking place in the context of the Prime Minister's very public campaign to replace the Catholicos of all Armenians as the head of the Armenian Apostolic Church. Բոլոր այս սեփակալությունները կատարվում են ուրեմն վարչապետի կողմից շատ հանրային արշավը, որպեսզի փոխարինել կաթողիկոսին, որպես հայ առաքելական եկեղեցու գլուխը, ամեն ինչը կատարվում է այդ կոնտեքստում, համատեքստում։ This proposal from the Prime Minister is a flagrant violation of religious freedom, as enshrined in Armenia's constitution and in the binding International Covenant for Civil and Political Rights. Ուրեմն վարչապետի այս առաջարկը շատ բարձ բացահայտ ուրեմն խախտում է ուրեմն կրոնական ազատության, ինչպես դա ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ եւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, որը պարտավորեցնող է։ As Christians, we are alarmed by this intrusion from the government into the internal affairs of one of the world's oldest churches. Որպես քրիստոնյաներ մենք շատ անհանգստացած ենք այս կառավարության կողմից այս ներխուժում ուրեմն աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկի ներքին գործերի մեջ։ We also note that the Prime Minister's campaign against the Catholicos began 4 days after His Holiness gave a speech in Bern, Switzerland, at a conference organized by the World Council of Churches and the Protestant Church in Switzerland. Մենք նաև նշենք, որ վարչապետի արշավը կաթողիկոսի դեմ սկսվեց ուրեմն այն 4 օր անց 4 օր հետո այն բանից երբ կաթողիկոսը ուրեմն ելույթ ունեցավ Շվեյցարիայում Բեռն քաղաքում մի կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել էր եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայում բողոքական եկեղեցու կողմից։ In this speech, the Catholicos strongly defended the rights of the forcibly displaced Armenian Christians of Artsakh. Ինչ ելույթում կաթողիկոսը շատ պաշտպանեց, մեծապես պաշտպանեց ուրեմն Արցախում հայ քրիստոնյաներին, ովքեր բռնի կերպով տեղահանվել են։ Իրենց իրավունքները։ Yesterday, we were able to visit His Holiness Karikin II at Holy Etchmiadzin. Երեք մենք կարողացանք այցելել կաթողիկոսին, Գարեգին բային, Էջմիածնում հենց։ Մայրաթորսուպ Էջմիածնում։ We assured the Catholicos of our solidarity with the Church in the face of this persecution. Մենք ուրեմն վստահեցինք կաթողիկոսին մեր համերաշխությունը եկեղեցու հետ այս հետապնդումների վիճակում։ He in turn assured us that he will continue to defend the rights of his flock from Artsakh. Իր հերթին նա մեզ վստահեցրեց, որ շարունակելու է պաշտպանել Արցախում իր հայ քրիստոնյաների իրավունքները։ I would now like to address a message to the many Christian organizations and leaders from the United States who care about Armenia, many of whom are in Yerevan today for the prayer breakfast. Այժմ ցանկանամ մեսեջով հաղորդագրությամբ դիմել Ամերիկայի մեկնաբաններից շատ քրիստոնյա կազմակերպությունների եւ առաջնորդների, ովքեր դահոք են եւ հոգ են տանում Հայաստանի մասին եւ նրանցից շատերն էլ այսօր Երևանում են այս աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով։ We have been told by many people in the United States and by some people in Armenia that elements within the Armenian Apostolic Church are acting as agents of Russia. Միացյալ Նահանգներում գտնվող եւ Հայաստանի որոշ մարդիկ մեզ ասել են, որ հայ առաքելական եկեղեցու մեջ գործող կան տարեր, որոնք գործում են որպես Ռուսաստանի ագենտներ Հայաստանում։ However, no one has presented any evidence of this to us. Սակայն որևէ մեկը ոչ մեկ որևէ ապացույց չի ներկայացնել սրա մասին։ This includes a white paper that has been widely circulated among these organizations in advance of the prayer breakfast, entitled Clarifying Church-State Relations in Armenia and dated September 5. Սա ներառում է մի թուղթ, որը լայնորեն շրջանառվել է այս կազմակերպությունների շրջանում, մինչև աղոթքի նախաճաշը, որի վերնագիրն է բարձրաբանելով Հայաստանում եկեղեցու եւ պետության միջև հարաբերությունները եւ ամսաթիվն է սեպտեմբերի 5-ը։ If the government and its